Visca Barça կտանասոտ է ես գոգոյ մենք այսօր կնկարենք վիդեո այսօր մենք կքննարկենք Բարսելոնայի 24-25 սեզոնի ավարտը իտոգները կանենք սեզոնին մենք ամբողջությամբ առաջին մաս սեզոնի չենք քննարկել դրա համար դες մենք կրատկի էքսկուրս կանենք ու կասեմ թե որն է ամենալավ խաղը, ամենալավ խաղացողը, ամենալավ պաշտպանը, հարցեկվողը, կիսապաշտպանը ու վրատորը։ Կսկսենք այնից, որ մենք վերջապես ավարտեցինք սեզոնը 3-0 հաղթեցինք Ատլետիկին, այդ խաղից վիդեո չի նկարել, որտեղ հավես չունի ամենանիմաց խաղը։ Հաղթեցինք 3 տրոֆեյ, domestic treble, այսինքն իսպանական treble, կրեցինք սուպերկուբոկը, կուբոկ Կարալյա եւ La Liga։ 4 անգամ հաղթեցինք Ռեալին ու ոչ մի անգամ չպարտվեցինք այս սեզոնում։ Եթե վերցնենք նաև ընկերական խաղերը, ընկերական խաղում հաղթեցինք, այսինքն 5-ից 5 խաղ հաղթեցինք։ Չեմպիոնների լիգայում հասանք պոլուֆինալ, որտեղ 2 րոպե չհայերիքեց։ Հետո տեսանք, որ ֆինալում Ինտերը պրոստը ես չգիտեմ երբ ոնց են մեծ համբավեն էին անցել, ես ուղղակի չգիտեմ։ 0 պանյակցա։ Լավ, հիմա եկեք իտոգներին հասնենք սեզոնին։ Իրականում շատ լավ սեզոն էր, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կասի, որ դա վատ սեզոն էր, կամ ինչ-որ պրավալներ, որտեղ Չեմպիոնների լիգա չկայացինք, եկեք հիշենք, թե ինչ ռեսուրսով ենք մենք մտնում սեզոն, մենք նորմալ ոչ մի բան չունեինք։ Իմ կարծիքով պրոստը իդեալական սեզոն էր այդ ռեսուրսի համար, որը մենք ունենք։ Հեսա նաև Աստված տա համարը նոր տրանսֆերներ անենք լավ, պետքական ամենակարևորը։ Այս սեզոնը ցույց տվեց, որ Բարսան հիմա շատ մալադոյ թիմ է, ասենց ասած, ու ինքը կարա մյուս տարիներին հաղթի Չեմպիոնների լիգա, հավատանք դրան։ Ամենալավ վրատորը Ինյակի Պենյա, ես Վոյցեխ Շենստիին չեմ ասի, որտեղ իմ համար ինքը ամենակարևոր ատեզեկը սեզոնի ինքը պրոստը բորշեց, ապրիլ-մայիս ինքը ոչ մի բան չէր անում, ոչ Ռեալի դեմ էր նորմալ պահերը պահում, ոչ Ինտերի դեմ, որտեղ Ինտերի դեմ ես ես ասեմ, ինչ ուդար արեց Ինտերը մտավ գոլ։ Հնարավոր էր պահել, բայց չստացվեց իրա մոտ, բան չեմ ասել, բայց դրա համար ես իրան առաջին տեղ չեմ դնում։ Երկրորդը Շենստին, երրորդը Տերշտեգեն, որտեղ չի խաղացել պրոստը, բայց հավատանք, որ մյուս սեզոնում ավելի լավ կստացվի նրա մոտ ու տրավմաներ չի ստանա։ Լավագույն պաշտպանը, եթե ինչ դրա մեջ մտնում է համ ցախ պաշտպան, համ աջ պաշտպան ու ցենտրալի защитник։ Ունդեն պրոստը իդեալական սեզոն, ես իրենց 2 խաղ եմ վատ տեսել, այն ամենաանիմաստ խաղերը։ Իհարկե վատ եղավ, որ ինքը Ինտերը չի խաղում, տրավմա ստացավ, բայց ինչ անենք, մտել ստացվեց։ Հետո պոլուզաշիտա Պեդրի, ոչ մի բան կասկածելու չկար։ Երկրորդ տեղը Դեյոն, գնդե արդեն всё։ Բայց պոլուսաշիտան նաև կուզենայի հատկացնել մեծ ուշադրություն Մարկ Ասադոին, որտեղ ինքը լրջից շատ մեծ պրոգրես ունեցավ, որտեղ ոչ մեկի այդպես բան չէր սպասում։ Բայց իհարկե սխալներ լինում էին, բայց նորմալ է իր առաջին սեզոնն է մեծ կարիերայում, այո։ Ու լավագույն հարցեկվող Ռաֆինյա, ոչ մեկ իրար նման չի խաղացել, ես միշտ զարմանում եմ ոնց են ոսկե գնդակի համար կռվում Յամալն ու Դեմբելեն, բայց բոլորը մոռանում են, որ Ռաֆինյան Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուին է հասել, սենց ասած գոլ plus ասիստով մի սեզոնի ընթացքում մոռանում ենք էդի, պետք չի մոռանալ, ինքը այլ 60 գոլ plus ասիստ, ինքը դարավ լավագույն բրազիլացին Չեմպիոնների լիգայի մի սեզոնում ու հիմա մի հատի Չեմպիոնների լիգայի կրվելու պատճառով Ռաֆինյային հանեցին top 3-ից։ Իմ համար, եթե լուրջ ես հավատում եմ, որ Ռաֆինյան կարող է վերցնել ոսկե գնդակը, որտեղ ինքը արժանի է ամեն ինչով, որտեղ եթե ինքը չլիներ, ով էր ելնելու այնտեղ։ Ֆատին, ես հասկանում եմ Ֆատին լավ խաղացող էր, բայց հիմա չի ստացվում նրա մոտ։ Ու ամենալավ խաղը, որը ես ընդհանրապես նայել եմ ու իմ դուր եկել է, դի ես կընտրեմ Բենֆիկա Բարսելոնա 5-4 հաշիվը։ Ուղղակի նրա համար, որտեղ մենք այդ խաղը կրել ենք ու ես նեղված չէի այդ խաղից հետո։ Այսքան կարդենք մեր վիդեոն, չհանլայթեն եւ բաժանորդագրվել ձեր ես գագոն, պակա, 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 պակա։